Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ցանկանում ենք կոչ եղել երկու մարմինների՝ Միացյալ Ազգերի կազմակերպությանը ՄԱԿ-ին եւ ՀՀ իշխանություններին, կոչ ենք եղում զբաղվել իրենց գործունեությամբ, իրենց գործը կատարել։ ՀՀ իշխանությունների նախարարիչները խոսքս եղեմ, կասեմ, որ զբաղվեն այս հարցով, որը օրակարգային հարց է, մեր հայրենակիցները Բաքվի բանտում տառապանքների եւ զրկանքների մեջ են գտնվում, փոխարենը նրանք զբաղվում են եկեղեցու դեմ հալածանքներով, քաղաքական բանտարկություններով, խոսքի ազատության սահմանափակմամբ, կոչ ՀՀ իշխանությունների նաեւ, որ զբաղվեն այս հարցերով, եղել են շանսեր, Թրիփի Միջանցքի տարբեր տեղեր բանակցություններ են եղել եւ ՀՀ իշխանությունները պարտավոր են ուղղակի բարձրացնել այս խնդրի մասին, իսկ ինչ վերաբերում է Միացյալ Ազգերի կազմակերպությանը, ապա Նյու Յորքում այդպես կոչեր եղելու փոխարեն ավելի լավ է զբաղվեն ճնշումներով, քանի որ սա մարդու իրավունքների խախտում է, ինչը կատարվել է հայ ռազմագերիների հետ, ովքեր գտնվում են բանտում, նրանք բանտարկված են զուտ իրենց ազգության համար, շատերը գտնվում են բանտում մի մեղքի համար, որ իրենք չեն կատարել, եւ սա մենք փորձենք ամեն կերպով, ամեն տարբեր միջոցներով հասնել դրան եւ մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք։ Իսկ իշխանությունների դուք եւ ձեր գործընկերներն նշում եք, որ իշխանությունները նույնպես մասնակցել են անգործությանը այս հարցով մատնված, հետաքրքիր է թե ինչպիսին է պատճառը Չեմ կարող ասել, դա արդեն իշխանություններին պետք է հարցնենք, որովհետեւ տրամաբանության ժանից սա դուրս է, երկրի իշխանությունները թե սահմանադրությամբ, թե իրենց գործունեությամբ պարտավոր են ուղղակի զբաղվել այս հարցով, քանի որ իրենց է դա լիազորված, դրա համար են իրենք ընտրված, որ ապահովեն հայ քաղաքացու անվտանգությունը, երաշխավորեն նրա անվտանգությունը, կյանքը եւ բոլոր այն ամենը, ինչ որ իրենց գործառույթների մեջ է մտնում։ Դա հարցնից պետք է իշխանություններին տալ, որովհետեւ երկրի առաջին դեմքը պատասխանում է, որ գերիների հարցով զբաղվում է ամեն օր եւ ամեն օր երբ դարձնում է, ասում են այսօր էլ դրանով զբաղվում է։ Բայց գործուն քայլեր չկան փաստացի, հանդիպումներին Ալիևի հետ, երբ որ երակոմ հանդիպումներ են լինում, հենց մեկը օգոստոսին տեղ ունեցած հանդիպման ժամանակ, չեմ հիշում, որպեսզի հարց բացատրված լինի, թող առաջադրեն այս նախապայմանները, թող մեր նախապայմանն էլ դա լինի, ետ բերել գերիներին։ Մարդիկ գտնվում են բանտարկության մեջ ու անիմ են պատճառներով, դրա համար կան կոնվենցիաներ, դրա համար կան տարբեր օրենքներ ընդունված Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից հենց։ Եթե Միացյալ Ազգերի կազմակերպությունը չկարողանա անել այն, ինչ պետք է անի, չկարողանա ճնշում բանադրել Ադրբեջանի վրա, ապա իրենց շակատագիրը կլինի նույնը, ինչ որ եղավ Ազգերի լիգայի հետ մինչև երկրորդ աշխարհամարտը, այսինքն կդառնա կառույց, որը որ իմաստ չունի իր գոյությունը, փաստացի։ Տեսեք, դուք այսօր եկել եք ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց եւ որոշակի պահանջներ եք ներկայացնում հենց ՄԱԿ-ին։ Դուք ասում եք ինչ պետք է անել, ինչ կարող էր անել մեր Հայաստանի իշխանությունները։ Օրինակ կարող էին այսօր իրանց Facebook-յան էջերում մի այսպիսի համանման տեքստ հրապարակել, պահանջելով ազատ արձակել գերիներին։ Այսօրվա կապակցությամբ։ Կարծում եք ինչու չեն։ Ըստ իս կամ վախենում են, կամ չգիտեմ պատճառը իրականում որն է, դա տրամաբանությունից իրականում դուրս է, սա արդեն խոսում են փաստի մասին, որ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը, արդեն սահմանադրական լեգիտիմություն են կորցրել, իրենց սահմանադրական պարտավորությունները դա չեն անում, հարցը արդեն իրենց պետք է հղել։ Տեսեք, այսօր շփումներ կան Հայաստանի իշխանությունների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Նույնիսկ մենք արդեն ադրբեջանական նավթ ենք ներկայացնում։ Այո։ Պաստորեն զանգում են, պայմանավորվում են։ Գերիների մասին չեն խոսում, որովհետև դա կխանգարեր, թե ուղղակի վախենում են, ձեր կարծիքով։ Չէ, խանգարի բնականաբար, որովհետև սա արդեն, տեսեք, ՀՀ իշխանությունը վարում է մի քաղաքականություն, որը որ կործանարար կարող լինել Հայաստանի համար։ Ինչ է նշանակում գնալ զիջումներ, խոսում են անդադ փոխզիջումների մասին, բայց մի հարց է այստեղ արդեն առաջանում, ինչ է զիջել մեզ Ադրբեջանը։ Լավ, մենք զիջել ենք ԱԳ-ին արդեն Սյունիքի Թրիփի հետ ուղին, այսպես ասեմ, չասեմ Միջանցք, բայց իրականում դա Միջանցք է։ Զիջել են Միջանցք, արդեն თუ Ադրբեջանը դրա փոխադարձ պահանջեն գերիների հետ վերադարձը։ Լավ, եթե այսպեսի ապօրինություն տեղի ունենում ենք, ինչպես են գնում պետության հետ բանակցությունների, արդեն ստեղ անվտանգային ռիսկեր են առաջանում։ Պետությունը եթե չի ապահովում իր քաղաքացիներին, բայց հետագայում լավ, եթե կարողանանք արդեն
քաղաքացիները արդեն գնանք հայ քաղաքացիները կամ ովքեր արդեն պետք է գնան ապրեն Ադրբեջանի տարածքում, բայց նրանց անվտանգությունը ինչպես ենք ապահովելու կամ ինչպես ենք ապահովելու այն քաղաքացիներին, մեր քաղաքացիներին մեր երկրում, երբ որ Ադրբեջանի քաղաքացիներ կան այստեղ բնակվելու։ Իսկ ինչը վերաբերում է Ադրբեջանի հետ այսպես ասած խաղաղությանը, տեսնում ենք, որ մենք տրամադրված ենք խաղաղության, բայց իրենք ընդհանրապես տրամադրված չեն։ Արևմտյան Ադրբեջանի ինչ որ գրասենյակ են բացել, կա եւ Ստամբուլում եւ Ադրբեջանի տարածքում մեր պատմական հողերը, մեր դեֆակտո եւ դեյուրե հայկական տարածքը, որը ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, ճանաչված է բոլոր աշխարհի պետությունների մեծամասնության կողմից, այդ տարածքի վրա փաստացի համարում են դրանք իրենցը, որը երբեք իրենցը չի եղել։ Խոսում են Երևանի մասին, խոսում են Գյոքչայի մասին, Զանգեզուր, այդ տարածքները ցանկանում են իրենց վերադարձնել։ Լավ, այստեղ արդեն ինչ խաղաղության մասին կարող է խոսք գնել, եթե իրենք մեզանից ունեն տարածքային պահանջներ, ուղղակիորեն, իսկ մենք փոխարենը միայն զիջում ենք։